Հոգեգալուստը Պենտեկոստեն այս տարի հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց մայիսի 24-ին։ Այն առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Սուրբ Հարությունից հետո 50-րդ օրը։ Այս տարվա հոգեգալստյան տոնը կարևորվեց մեկ այլ իրադարձությամբ ևս՝ եպիսկոպոսական ձեռնադրությամբ և օծմամբ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայրաթորի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել մեր եկեղեցու թեմակալ առաջնորդները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Մայրաթորի բարերարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանի տարբեր թեմերից։ Նախօրեին Մայր տաճարում ապագա եպիսկոպոսների ուխտադրության կարգ կատարվեց։ Հայ սուրբերը ուխտեցին հավատարիմ լինել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հնազանդվել ու հպատակվել Մայրաթորի իշխանությանը։ Ձեռնադրվողները ծնկեցին իջման սուրբ սեղանի առջև և ընթերցեցին ուխտագրերը։ Այս արարողությամբ ձեռնադրության պատրաստվող հոգևորականները վերահաստատեցին իրենց ուխտը Մայրաթորի, եկեղեցու և Աստծո հետ։ Ուխտադրության կարգի ընթացքում ընծայացունները ուխտեցին հավատարիմ մնալ Սուրբ Ավետարանին, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան կանոններին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին և ստորագրեցին երթմնագրերը։ Կարգից հետո ձեռնադրության պատրաստվող հոգևորականները հանդիպեցին նաև Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հետ, հայրապետին հանձնեցին ուխտագրերը։ Մեր եկեղեցին այսօր կհարստանա 4 նոր եպիսկոպոսներով, որոնք իրենց օծումը պիտի ստանան, եւ մենք վգան եղանք իրենց ուխտին, լսեցինք եւ աղոթական մաղթեցինք իրենց ամենայն հաջողություն, հավատարմություն եւ անսասանություն։ Սուրբ Հոգու քալստյան դոնին նաեւ Սուրբ Հոգվուն շնորհները պիտի հեղուն իրենց վրա, մեր աղոթքով, մեր խնդրանքով եւ վեապար հայրապետին օրհնությամբ եւ որոշումով պիտի ստանան եպիսկոպոսական աստիճան, ցերնադրություն եւ օծում։ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ներկայացրեց ձեռնադրության պատրաստվող հոգևորականներին, խոսեց նրանց պատրաստակամության մասին, ծառայելու հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին։ Հայրապետը մաղթեց բարի արդյունքներով սպասավորել, իմաստությամբ ապրել աստվածապարգև կյանքը։ Հոգևոր կյանքը զորացնում է ժողովրդին, ուժ տալիս դիմակայելու ամեն տեսակի փորձություն, ամեն տեսակ դժվարություն։ Ծառայությամբ կարող եք արդարացնել մեր ժողովրդի սպասումները։ Եկեղեցին մեծ դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում։ Մեր կյանքի առանցքը պիտի լինի սպասավորությունը մեր հավատավոր զավակներին, նշեց հայրապետը։ Եպիսկոպոսական ձեռնադրությունը եւ օծումը հայ առաքելական եկեղեցու սրբազան խորհուրդներից է, որի միջոցով վարդապետի աստիճան ունեցող կուսակրոն հոգևորականը ստանում է աստվածային շնորհները բաշխելու, հովվելու եւ առաջնորդության լիազորություն։ Եթե քահանայական ձեռնադրությամբ հոգևորականը իրավունք է ստանում մատուցել սուրբ պատարագ եւ կատարել եկեղեցու մյուս խորհուրդները, ապա եպիսկոպոսական ձեռնադրությամբ նրան տրվում է դրանք փոխանցելու, այսինքն նոր քահանաներ ու սարկավագներ ձեռնադրելու, ինչպես նաեւ եկեղեցիներ ու խաչեր օծելու բացառիկ իրավունք։ Եպիսկոպոսը ինքը ավելի պատասխանատու պաշտոնի գանցնի, հսկիչը, պաշտպանողը, թելադրողը լալու հավատքի ուղղափառության, ծառայության, խնամքին, որբեսի Սուրբ Ավետարանի քարոզությունը անփասիր կերպով մատուցվի ժողովրդին։ Այսօր վաթրությամբ ըլլա Հայաստանի մեջ եւ լասպիրքի մեջ առաջնորդը ինքնին այդ հսկիչի դերը կդանի եւ նաեւ մայր եկեղեցուն գապն է, այսինքն այսօր ժողովուրդը առաջնորդին նայելով պետք է տեսնե Սուրբ Էջմիածինը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ Սուրբ Էջմիածինը առաջնորդին եպիսկոպոսին տեսնելով պետք է տեսնե ժողովրդին։ Իջման Սուրբ Սեղանի առջև սկսված արարողությունը շարունակվեց Մայր տաճարի Սուրբ Ստեփանոս նախասարկավագի խորանին։ Այստեղ կատարվեց ընծայացունների հավատքի ուղղափառության քննություն։
Վեհափար Հայրապետին որպես առընթերականներ սպասավորում էին Մայրաթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Խարտավիլակն էր Դամասկոսի թեմի հայոց առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։ Նրա միջնորդությամբ վարդապետների արժանավորության մասին ամենայն հայոց կաթողիկոսի առջև վկայեցին տարբեր աստիճաններ ունեցող հոգևորականներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ։ Այնուհետև ձեռնադրվողները ծնկաչոք մոտեցան հայոց հորը։ Նորին սրբությունը աղոթքով ու օրհնությամբ նորընծաններին եպիսկոպոսական կոչման արժանացրեց, պատգամելով խնամել Քրիստոսի հոտը, հավատարիմ մնալ եկեղեցու հայրերի և սրբերի ավանդներին։ Ձեռնադրվող հոգևորականներն էլ քայլ առ քայլ առաջ շարժվեցին ի նշան կատարյալ հնազանդության նորին սրբությանը։ Հավատքի քննության դրվագն է հաջորդում, որտեղ հայոց Հայրապետի հարցին «Հավատում եք Սուրբ Երրորդությանը» Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, խարտավիլակ հոգևորականը ընծայալների փոխարեն պատասխանում է «Հավատում ենք»։ Եպիսկոպոսական հանդերձի մաս հանդիսացող Եմիփորոնն է առաջինը տրվում ձեռնադրվող հոգևորականներին։ Հայրապետական պատարագի ընթացքում վեհափար Հայրապետը աղոթեց ձեռնադրվողների համար, Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն։ Հայոց Հայրապետի հետ ձեռնադրվողների համար աղոթեց նաև մայր տաճարում հավաքված հոծ բազմությունը, հոգևորականներ, տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ։ Իսկ նորընծանները դեմքով դեպի հավատացյալ բազմությունը հերթական անգամ ծնրադիր ուխտեցին իրենց անձերը անմնացորդ ընծայաբերել հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորությանը։ Այսօր վեհափար Հայրապետի տնօրենությամբ մեր սիրելի հայ սուրբերից 4 վարդապետներ արժանանում են եպիսկոպոսական ձեռնադրության, որոնց մեջ ուրախություն մեզ նաև մեր առաջնորդական տեղապահն է Մասյացոտնի թեմի, որի հետ փառք պիտի տանք Աստծուն այս մի քանի ամիսների ընթացքում անցել ենք ճանապարհ եւ նաեւ ինչու ոչ փորձություններով լի ճանապարհ, դժվարություններով արդեն իսկ ուսանողական տարիներից մենք հայ Ռուբենին լավ ճանաչելով ուրախությամբ ենք առել վեհափար Հայրապետի տնօրենությունը որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ եւ միշտ էլ հավատացել ենք, որ մենք միասին կարող ենք շատ ու շատ դժվարություններ հաղթահարել։ Ինքը շատ ընդունվեց, սիրվեց բոլոր համայնքներում, իր խոսքը, իր մոտեցումը, իր ամեն մի քայլը շատ ոգեշնչեց հավատավոր ժողովրդին մեր ու չգիտեմ, ես շատերից անկեղծ միայն դրական եւ գնահատանքի խոսքեր եմ լսել, ինչի համար անչափ ուրախ է մեր սրտերը ուրախ են եւ Աստծով մենք պիտի դեռևս անցնենք ճանապարհ, Աստվածահաճո ճանապարհ պիտի անցնենք։ Իսահակ Սրբազանը լիարժեքորեն արժանի է իմ խոնարհումը եւ շնորհակալությունը նաեւ վեհափար հորը այդ ընտրությունը կատարելու համար։ Ես շատ լավ ճանաչում եմ նաեւ Զաքարիա Սրբազանին, շատ առիթներ է եղել էլի միասին շփվելու։ Շատ ուրախ եմ, որ մեր եկեղեցին այսպիսի սրբազան հայրեր հիմա պիտի ունի, ովքեր մեր լույսը պիտի տարածեն հոգևոր, որովհետև ես հիշում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասեց իր առաքյալներին, ասեց դուք եք աշխարհի լույսը, յուրաքանչյուր սրբազան հայր նույնպես մի առաքյալ է, որ պիտի մեր եկեղեցու լույսը տարածի
մեր ժողովրդի մեջ։ Նրանք մեր եկեղեցու լույսն են, նրանք պիտի տարածեն հոգևոր հայրերի ամբողջ ժառանգությունը, մեր եկեղեցու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում յուրաքանչյուր ընտանիքից ներս։ Ես չեմ կարծում, թե դա հեշտ առաքելություն է, բայց դա մեծագույն առաքելություն է։ Երանի այն մարդկանց, ովքեր խոնարհությամբ ծառայում են իրենց մայր եկեղեցուն եւ իրենց ժողովրդին։ Դրանից բարձր բան չկա, հավատացեք։ Ես ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Եկեղեցու այդ դասի ներկայացուցիչները դա զուտ հոգևորականներ չէին, նրանք գիտնական հոգևորականներ էին, որոնց ջանքերով ոչ միայն գիտությունն էր զարգանում, ամբողջ կրթական համակարգն էր զարգանում եւ Հայր Զաքարիայի հետ ժամանակին մենք մտերմացել ենք հենց այդ հարցերի շուրջ, որտեղ ես էլ մի փոքր զբաղվել եմ ժամանակին հայ միջնադարյան փիլիսոփայությամբ եւ մենք հաճախ ենք հանդիպում, զրուցում եւ նրա գործը այսօր շատ կարեւոր է, գիտեմ, որ ինքը շատ սերտորեն աշխատում է նաեւ Մատենադարանի հետ, տարբեր հրապարակումներ նվիրված մեր միջնադարյան տարբեր վարդապետների, տարբեր հոգևոր գիտնականների արած գործին եւ այդ իմաստով իհարկե շատ կարեւոր է, որպեսզի մեր հոգևոր դասում այդպիսի ներկայացուցիչներ լինեն եւ իրենց աշխատանքը գնահատվի, որովհետեւ լինելով սրբազան ես համոզված եմ նա ավելի լայն կծավալի իր այդ գործունեությունը, ինչը խիստ կարեւոր է մեր եկեղեցու համար։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր 4 նորաուց եպիսկոպոս սրբազան հայրերին եւ պատիվ ունենք նրանցից մեկին առավել ողջունելու մեր գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանին, ով ընդամենը վերջերս մի քանի ամիս առաջ է ստանձնել Գեղարքունյաց թեմի առաջնորդի ծանր, բայց պատասխանատու պաշտոնը, փոխարինելով երկար տարիներ, շուրջ 7 տարիներ պաշտոնավարած իր ծառայությունը բերած Բարթև Սրբազանին։ Եվ մինչ օրս բոլոր գործերը, որոնք որ կատարվել են Գեղարքունյաց թեմից ներս, եկեղեցաշինության կամ տարբեր հոգևոր ծիսական միջոցառումների, պիտի ասեմ, որ օր-օրի մեր եկեղեցին, մեր Գեղարքունյաց տիրախնամ թեմը իր հստակ քայլերն է անում հոգևոր կյանքից եւ անդաստանից ներս։ Եվ այսօր էլ ուրախությամբ ուզում ենք փաստել, որ բոլոր գործերը, որոնք որ դրված են մեր առջև իբրև հոգևորականների, բոլոր գործերը, որ պիտի կատարվեն իշա մեր ազգի, մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու, փառք եւ գոհություն դրանք կատարվում են անխափան տեսքով։ Խորան բարձրացվեց սրբալույս մյուրոնը, որով հայոց հայրապետը օծեց Իսահակ, Ռուբեն, Անանիա եւ Զաքարիա սրբազանների ճակատն ու աջ ձեռքի բութ մատը։ Նորաոց եպիսկոպոսներին հանձնվեցին նաև եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշեր՝ թագ, եպիսկոպոսական գավազան, մատանի։ Ապա նորին սրբությունն իր պատգամը փոխանցեց ամենքին, անդրադառնալով հոգեգալստյան տոնի խորհրդին, ձեռնադրվող հոգևորականների կենսագրությանն ու ծառայությանը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեծ ուրախություն ենք ապրում ամենքս։ Նշում ենք հոգեգալստյան տոնը, որը եկեղեցում հավատացյալների կյանքում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղման վկայությունն ու հիշատակումն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից 50 օր անց Վերնատանը համախմբված առաքյալները տարբեր լեզուներով խոսելու Սուրբ Հոգու շնորհը ստացան, որով սկիզբ դրվեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաղթական առաքելությանը, փրկության բարի լուրն ու շնորհը տարածելու ողջ աշխարհում։ Հոգեգալուստը ուղեկցվեց աստվածային նշաններով, ինչպես ավետարանն է ներկայացնում, սաստիկ հողմի ձայն հնչեց եւ երկնքից բոցեղեն լեզուները իջնելով հանգչեցին առաքյալների վրա։ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաջին հավատացյալները դարձան աշխարհի տարբեր ծագերից Երուսաղեմում համախմբված մարդիկ, ովքեր
առաքյալների քարոզչության շնորհիվ ճանաչեցին ճշմարտությունն ու վերածնվեցին իբրև նորադարձ քրիստոնյաներ։ Լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, վկայում է առաքյալը։ Սուրբ Հոգին հորդառաջ շնորհներով հավատացյալների մեջ ծաղկեցնում է բազում առաքինություններ։ Սուրբ Հոգով են եկեղեցու ավազանից քրիստոնյաներ ծնվում, որդեգրվում երկնավոր հորը ու կազմում Քրիստոսի Սուրբ եկեղեցին։ Սիրելիներ, այսօր կրկնակի է ամենքիս ուրախությունը, քանզի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 4 նվիրյալ, բանիմաց և ջանասեր միաբաններ երկնային շնորհների հեղումով եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացան։ Տերն ինքը հաստատեց օծման խորհուրդը Աստծուն ծառայության կոչվելու համար։ Կոծես նրանց, կորտնես ու կսրբագործես, որպիսի ինձ համար քահանայություն անեն։ Ընթերցում ենք Ելից գրքում։ Դարեր շարունակ ձեռնադրության սրբազան խորհրդով արժանավոր մշակներ են կարգվել հայոց եկեղեցու անդաստանում, որպիսի Սուրբ գրային պատգամներով լուսավորեն իրենց հանձնված հավատավոր հոտը և առաջնորդեն դեպի Քրիստոսապարգև փրկություն։ Եպիսկոպոսները առաքելական հաջորդականության կրողներն ու փոխանցողներն են և տերունավանդ իշխանությամբ հավատքի անաղարտության եկեղեցու կարգոկանունի պահապանները, հոգիների խնամատարը, եկեղեցու և հավատացյալների իրավունքների պաշտպանը։ Այս նկատառումով է Պողոս առաքյալը հորդորում. լսեցեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, պատմության ընթացքին մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և ցեղասպանության և ստալինյան բռնապետության տարիներին, մեր եկեղեցականները ենթարկվել են բռնաճնշումների ու հալածանքների, կրել բազում նեղություններ, սակայն հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և ապավինած Աստծուն դիմակայել բոլոր դժվարություններին։ Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ, ասում է Սաղմոսերքում։ Ցավով ենք անդրադառնում, որ հայոց եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման։ Գոհություն Աստուծո, մեր հոգևորականները ի Հայաստան և Սփյուռս աննկուն են ոգով, անխախտ են առ Սուրբ Էջմիածին հավատարմության մեջ և անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը նախանձախնդրությամբ շարունակում են առաքելությունը իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության, հայրենիքի հզորության ու առաջընթացի։ Հոգևոր դասը ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ շնորհավորեց նորաօծներին, համբուրելով նրանց աջը։
ապա Սուրբ Պատարագի ավարտին նորաոց եպիսկոպոսներին շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը։ Եկեղեցական ավանդությունը փաստում է, հավաստում է, փոխանցում է, որ ուրեմն չկա իշխանություն առանց պատասխանատվության եւ իշխանության պայմանադրությունը զոհողությունն է, զոհաբերությունը։ Այնպես որ լայն իմաստով մեր կյանքի, մեր կենսակերպի մեջ շատ բան չի փոխվել, փոխվել է միայն ուրեմն ավելի խորը հարթության վրա, ավելի առատորեն պատասխանատվությանը ստանձնումը եւ ավելի ուրեմն կարևոր ներբերում ունենալը մեր Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի կյանքում։ Ապրում ենք շատ խառը ժամանակներում, երբ կարևոր է հատկապես եպիսկոպոսած դասի հստակ դիրքորոշումը եւ հավատարմությունը մեր եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք գալիս ենք լրացնելու հավատարմության շարքերը եւ մեր գործով, մեր ծառայությամբ ամեն ինչ անելու, որպեսզի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հիմքերը ավելի ամրանան, Հայոց Հայրապետի աչքը ավելի զորանա, իսկ մեր հավատացյալները իսկապես կարողանան Աստծո խոսքով ապրել, աղոթել եւ մեր նպատակը պիտի լինի շատ աղոթել մեր պետականության համար, որովհետեւ ի վերջո լինել եպիսկոպոս, լինել խոնարհ սպասավոր հայոց եկեղեցու նշանակում է լինել նաեւ նախանձախնդիր պաշտպանը հայոց պետականության։ Ինձ համար այս պահը սրբազան երկյուղով լցված պահ է, որքանով էր սպասված ամեն դեպքում կարծում եմ վեհապար Հայրապետի որոշումներ, որի համար մենք շնորհակալ ենք, ես կարող եմ անձնապես ասեմ, որ անարժան ենք այսպիսի բարձր պաշտոնի կոչվելու, որտեղ այն ինչ որ ենթադրում է եպիսկոպոսական ծառայությունն ու կոչումը, հարև նման առաքելական ծառայությանը վստահաբար ես այդ կարողությունները չունեմ դրանք իրականացնելու, հետևաբար ես ինձ ամբողջությամբ հանձնում եմ Սուրբ Հոգու առաջնորդությանը, մեր Սուրբ Եկեղեցու ամբողջ սրբադասված այդ փաղանգի բույլի առաջնորդությանը Տիրամոր բարեխոսությամբ եւ գլխավորությամբ։ Կարծում եմ, եթե Աստծո առաջնորդությունն ու շնորհները չլինեն, մենք պարզապես կմնանք որպես պաշտոնյաներ եւ ոչ թե իրական մշակներ, հովիվներ Քրիստոսի այս հոգեվոր մեծ եկեղեցու։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Նորին Սրբությանը, որ արժանացրեց այս բարձրագույն պատվին, ինչպես նախորդ տարիներին հետ այսուևս պիտի շարունակեմ նույն պատասխանատվությամբ, խոնարհությամբ, սիրով, հավատարմությամբ իմ ծառայությունը բերելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որի նվիրյալ միաբանն ու ուխտապահ միաբանն եմ համարում ինձ։ Անշուշտ մենք դժվարին օրեր ենք ապրում, բայց դա էլ կարևոր է մեզ համար, որովհետև յուրաքանչյուր փորձություն, դժվար ժամանակահատված թրծում է մեզ ավելի արժևորելու այն ինչ որ ունենք եւ ավելի հիմնավոր ու նվիրումով առաջ գնալու, որը ուզում եմ անպայմանորեն շեշտել, որ ինձ համար սա սիրո ծառայություն է եւ այդ գիտակցումով պիտի շարունակեմ ճանաչողություն բերել բոլոր այն հոգիներին, որոնք կարիք ունեն Քրիստոսի տեսնելու եւ ճանաչելու ու ապրելու նրանով ու փրկվելու։ Առաջիկա օրերին նորաոց եպիսկոպոսները մայր տաճարում ուխտի պատարակներ կմատուցեն։